Այսօր մենք պետք է նայենք ճշմարտության 33 նիստերից կամ այսպես ասած թեմաներից 21-րդ թեման կամ դասը, որը կոչվում է եկեղեցի, այսինքն խոսքը եկեղեցու մասին է։ Այս թեման կուսումնասիրենք 6 բաժիններով, այսինքն ծանր թեմա է։ Առաջին բաժինը կոչվում է եկեղեցի բառի իմաստն ու կիրառությունը, ով է Քրիստոսը եկեղեցու համար, երկրորդ բաժինը, երրորդը եկեղեցու որոշ անվանումները եւ դիրքը Քրիստոսի նկատմամբ։ Չորրորդ բաժինը եկեղեցուն անդամակցելը եւ արարողակարգերը, այսինքն եկեղեցու միջի արարողակարգերը։ Հինգերորդ բաժինը կոչվում է եկեղեցու առաքելությունը եւ վեցերորդը եկեղեցու առաջնորդության կարգը։ Առաջին բաժինը կոչվում է եկեղեցի բառի իմաստն ու կիրառությունը։ Այսինքն ինչ է նշանակում եկեղեցի։ Եկեղեցի բառը հայկական բառ չի։ Առաջինը արտահայտությունը դա տարադարձումն է հունարեն էկլեսիա արտահայտության, որը կոչվում է ժողովք, այսինքն մարդկանց ժողովք։ Ոչ թե ժողովներ, որ մենք ասենք, ժողովներ նշանակում է իրարից անջատված, կարելի հասկանալ տարբեր ժողովներ, բայց երբ որ ասում են ժողովք, այսինքն խումբ, մեկացած խումբ։ Հունարեն բնագրում հենց այդպես այդ իմաստով գրված է, երևի ժամանակին հայերենում իր տեղը գտել է եւ սա սխալ չի, որ հիմա օգտագործում արդեն իմաստ չունի, որ հայկական նոր արտահայտություն ճարեն կամ ասենք օրինակ հենց տառացի գրեն ժողովք, որտեղ եկեղեցի արտահայտությունը արդեն իր իմաստը ունի հայերենում։ Սակայն հին կտակարանում էլ կար այս արտահայտությունը տարբեր իմաստներով, օրինակ ասենք հին կտականյան արտահայտությունների մեջ կար ծերերի ժողովք, ժողովքի խորան, հիշում եք։ Ի տարբերություն դրանց սա արդեն ոչ թե ժողովքի խորան է, ժողովքի խորան, այսինքն ինչ է նշանակում, խորան, որտեղ հավաքվում են այդ ժողովք, այսինքն այդ խումբը, այդ ծառայության մեջ լինողները հավաքվում են այդ տեղում։ Դա համար այդ տեղը կոչվում է ժողովքի խորան կամ ծերերի ժողովք, այսինքն ծերերի միության տեղ, որոնք խորհրդատուներ էին, առաջնորդներ էին, որ Իսրայելի համար մտածում էին, քննում էին եւ ծառայություն էին կատարում թե Աստծո համար, թե ժողովրդի համար, Աստծո առաջին։ Իսկ այս ժողովքը արդեն կոչվում է Քրիստոսի ժողովք, Քրիստոսի եկեղեցի, էկլեսիա, որը հենց Աստված ընտրեց երկրից, աշխարհից, մարդկության միջից իրեն սեփական ժողովուրդ դարձնելու։ Եկեղեցի արտահայտությունը շատ տեղերում իր իմաստը փոխել է ժողովրդի մեջ, այսինքն սխալ են ներկայացրել, դա համար ժողովուրդը սխալ է հասկանում։ Օրինակ շատ տեղեր եկեղեցի հասկանում են այն շենքերը, կառուցված շենքերը, որտեղ որ քահանաները ծառայում են։ Կամ ավելի ճիշտ կարելի է ասել դրանց եկեղեցու շենք, ոչ թե եկեղեցի։ Քրիստոսի եկեղեցու մասին խոսվել է նոր կտակարանում նույնպես, իհարկե հին կտականան վկայություններ կան, սակայն նոր կտականում անձամբ Տերն է խոսել այդ մասին, օրինակ Մատթեոս 16-18 խոսքի երկրորդ մասում Տերը խոսեց, ինչ-որ բաներ խոսեց, սակայն այս վկայությունը տվեց, ասելով կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Շինում է եւ ավարտին էլ ինքը անձամբ կհասցնի։ Այսինքն կշինեմ, Տերը չի ասում եկեղեցու հիմքերը կգցեմ կամ կիսատ կհանձնեմ որևէ մեկին։ Կշինեմ նշանակում է ամբողջություն, ամբողջական մի գործ։ Եվ Տերը առաջին դարում, ինչպես որ հիմքը գցել է, այսօր էլ կառուցում է եւ ավարտին պետք է հասցնի։ Այսպիսով ասում են նոր կտակարանի եկեղեցի արտահայտությունը վերաբերվում է Քրիստոսի ժողովրդին։ Կա որ ասում են տեղական եկեղեցի, ասենք տեղական եկեղեցի կամ տնային եկեղեցի կամ էլ տիեզերական եկեղեցի։ Տեղական օրինակ առաջին Կորինթացիների 1:2-ում ասում է Կորինթոսում եղած եկեղեցուն
կամ հայտնության երկրորդ գլխի մեջ կամ երրորդ գլխի սկիզբը, որ 7 եկեղեցիներին խոսք է ուղարկում Տերը, չի ասում Եփեսոսի եկեղեցու էր շտակին, այս ինչ տեղի եկեղեցու են, ինչ 7 անուններ է տրվում, այսինքն սխալ չի ճանաչել եկեղեցիները ընդհանուր տեղական, այսինքն երկրաչափական կամ ասենք աշխարհագրական տեղանքով ճանաչել, այսինքն Եփեսոսում եղած Քրիստոսի ժողովրդին, կամ Երևանում եղած Քրիստոսի ժողովրդին, կամ այս ինչ քաղաքում, կամ կարելի է ընդհանրացնել, սխալ չի նաև բոլորը միացնել, եթե երկիրը մեկ է, Հայաստանում եղած Քրիստոսի ժողովրդին, կամ Ռուսաստանում, կամ որևէ երկրում, նաև Աստծո աշկերով, որ նայում են տիեզերական եկեղեցի, աշխարհում եղող Աստծո ժողովուրդը, Աստծո ժողովքը։ Որ մենք ասեցինք, այո, շատ տեղեր կա, տեղական տնայինն էլ, օրինակ Հռոմեացիների 16:5-ում, որ բարևում է այս ինչ մարդու տան եկեղեցուն, այսինքն բավական անդամներ ունի այդ ընտանիքը, բոլորն էլ ապաշխարած են, բոլորն էլ Տիրոջ ժողովուրդ են եւ միասնական մի փոքր խումբ են, ժողովք են Աստծո համար։ Եվ ամեն բան 22 եւ 23-րդ խոսքերն եմ կարդում Եփեսացիների առաջին գլխից, հնազանդեցեց նա ոտների տակ, ասին Քրիստոսի, եւ նրան գլուխ դրեց եկեղեցուն բոլոր բաների վրա, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամենն ամենի մեջ լրացնում է։ Ամբողջ երկրագնդի Աստծո ժողովրդի համար է խոսում, որ Քրիստոսը դրված է որպես իր ժողովրդի գլուխ Աստծո կողմից, օրինակ, թե մենք տեղական ինչ-որ խումբ ենք, տարածքային, բայց մեզ նման փրկված, մեզ նման գնված եւ նույն բարձր արժեքով, ասին Քրիստոսի անձի արժեքով, ուրիշ քաղաքներում էլ կան մարդիկ, խումբ, որը կոչվում է Քրիստոսի այդ տեղի եկեղեցի։ Բայց նաև բոլորս միասին, ոչ թե միայն այս քաղաքում են քաղաքում, այս երկրում, այն երկրում եւ ամբողջ երկրագնդի վրա երկրի բոլոր ծայրերում եղած բոլոր ժողովուրդը միասին կոչվում է ժողովք։ Օրինակ նաև Կողոսացիների 1:18 եւ 24-ը կարդամ ձեզ համար, նորից վկայում է այս տիեզերական ժողովրդի մասին։ Քրիստոսի համար ասում է, եւ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը մեռելների անդրանիկը, որպեսզի ամեն բանի մեջ լինի նա առաջինը։ Այդպես չի, որ մենք գիտեք ինչ մտածենք, որ օրինակ Հայաստանի հավատացյալները ուրիշ արժեք ունեն, աֆրիկական ինչ-որ երկրի քրիստոնյաները ուրիշ արժեք, չէ, բոլորս նույն տեր ունենք, նույն արժեքով ենք փրկված։ Եվ մինչև մենք գաղափար չկազմենք, չենք կարող ճիշտ վերաբերվել մեր տեղի քույր եղբայրների հետ։ Ուրեմն անկախ լեզվից, անկախ ազգությունից, անկախ, ասենց ասած, մաշկի գույնից, բոլորս նույն արժեք ունենք։ Աստծո որդու արյան եւ կյանքի գնով փրկված, սողությամբ փրկված։ Նաև 24-րդ խոսքում ասում է. հիմա ուրախ եմ իմ չարչանքներում ձեզ համար եւ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը իմ մարմնում, նրա մարմնի տեղ, որ է եկեղեցին։ Արդեն ոչ թե միայն Կողոսացիների, այլ բոլոր տեղերի։ Նայած տեքստի մեջ մենք պետք է հասկանանք տվյալ պահին խոսքը ում մասին է, տեղական եկեղեցու մասին է, տնային թե տիեզերական, սակայն խոսքը, երբ որ ասում եմ մեզ նման են, մեզ հավասար են, վերաբերում են մարդկանց, ովքեր իրոք ապաշխարել եւ դարձել են Աստծուն։ Նաեւ պետք է հիշենք, այո, սա շատ կարեւոր է, օրինակ Սուրբ Գիրքը ասում է, որ հին կտակարանյան բոլոր ծառայությունը, չէ, խորանը, օրինակ պաշտամունքի առարկաները անգամ, ինչ որ կար, այսինքն բոլոր ասում են ստվերն էր, բուն կերպարանք ինքը Քրիստոսն էր իր իրականությամբ, իր ժողովրդով, եւ կարելի ասել Աստված առանձնացրել էր հին կտականի ժամանակներում, ասենք հին ուխտի ժամանակում մի ժողովուրդ, որոնք թեև շատ սիրելի մարդու սերունդն են ֆիզիկապես, Աբրահամի։ Սակայն որ ուշադրի նայում ենք Սուրբ Գրքին, Աստծո ծրագրին, տեսնում ենք Իսրայել ժողովուրդը խորհուրդն էր եկեղեցու։ Աստծո վերջնական ծրագիրը եկեղեցին էր, ոչ թե Իսրայելը։ Ոչ թե ֆիզիկապես Աբրահամից ծնվածներն էին Աստծո հիմնական ծրագիրը կամ վերջնական, այլ եկեղեցին էր, որի նախաօրինակը, նախատիպը Իսրայել ժողովուրդն էր։
քո սերունդը կորհնեմ եւ քո սերունդով երկրի բոլոր ազգերը կորհնեմ։ Այսինքն Տիրոջ վերջնական ժողովրդի մեջ, ժողովքի մեջ մտնում են արդեն ոչ թե միայն իսրայելցիք, եւ անգամ կարելի ասել ոչ թե բոլոր իսրայելցիք, այլ ժողովքի մեջ են մտնում ամեն ազգերից Իսրայելից սկսած այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսին ընդունել են։ Նրանք են Աստծո ժողովուրդ, նրանք են Աստծո ժողովքի անդամները։ Որտեղ Աստված Աբրահամին հենց տենց էլ խոսել էր։ Եվ Աստծո հետաքրքրությունն էր բոլոր մարդկությունը Ադամից սկսած, Նոյով դուրս եկած, Նոյի հետ ուխտ տարեց, Նոյի սերունդիների հետ եւ Աբրահամի հետ, այդպես էլ առաքյալները վկայում են, սա է այն ուխտը, որի մասին Աստված խոսել է, որ նրանց ստեղծի բոլոր ազգերից իրեն համար ժողովուրդ։ Ուրեմն առաջին Պետրոս 2-րդ գլուխ 4 խոսքից 10-րդ խոսքը, որին մոտեցել եք այն կենդանի վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված եւ պատվական է։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեք հոգևոր տաճար սուրբ քանայություն, որ հոգևոր պատարագներ մատուցեք ասուն ընդունելի, ասում է Հիսուս Քրիստոսի ձեռքով, որտեղ գրքումն էլ կա թե Սիոնումը անկյունի գլուխ ընտիր պատվական քան եմ դնում եւ նրան հավատացողը չի ամանչի։ Արդ ձեզ հավատացյալների պատվականություն է, բայց անհավատներին այդ քարը շինողները, որ անարգեցին, նա անկյունի գլուխ եղավ եւ գլորման քար եւ գայթակղության վեմ, որ գայթակղվում են խոսքին չհավատալով, որ նրա համար էլ դրված են, բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունը, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ, որ դուք ժամանակով ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմած չեք, բայց հիմա ողորմածներ, այսինքն ողորմություն գտած չեք, բայց հիմա ողորմություն գտածներ։ Այսինքն ումն է ուղում բոլոր հավատացյալներին անկախ ազգությունից, որտեղ ասում է հավատացյալներիդ չէ պատվականություն, անհավատներին գայթակղման վեմ, գլորման քար։ Այսինքն եթե ասում է անհավատ կապ չունի ինչ ազգ է։ Ուզում է իսրայելցի լինի, ուզում է օտար ազգ լինի։ Եթե չի հավատում, չի հավատում։ Բայց այստեղ նորից եւս մեկ անգամ ապացուցում է, որ խոսքը վերաբերում է այն բոլորին, մանավանդ հեթանոսությունից դարձած ժողովրդին, որտեղ ասում է մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք։ Մի ժամանակ հեթանոս եք կոչում, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք կոչում, արդեն հեթանոս չեք։ Եթե խոսենք էլ հեթանոսության մասին, ճիշտ է ասպես որ հեթանոսությունից դարձածներ, ոչ թե հեթանոս մնացածներ, կռապաշտ եւ այլ սխալների մեջ։ Կամ էլ ասում ողորմություն գտած չէիք, բայց Իսրայելը ողորմություն գտած էր։ Իսրայելի համար չի կարա Պետրոս ասի դուք ժողովուրդ չէիք։ Ժողովուրդ էին Աստծո։ Այսինքն այս արտահայտությունը վերաբերում է այն ազգերին, ովքեր որ ժողովուրդ չէին։ Աստծո ժողովուրդ չէ, բայց հիմա Աստծո ժողովուրդ։ Ողորմություն գտած չէիք, բայց հիմա ողորմածներ, այսինքն ողորմություն գտածներ, այս իմաստով։ Ողորմության մեջ մտածներ։ Իհարկե վերաբերում է նաև սրան, որ Աստծուն դարձածներն էլ ողորմություն անողներ են։ Սակայն Աստծով է այս ամենը։ Տեսնում եք, որ առաջ Աստված ընտրեց այդ ժողովրդին որպես նախատիպար եկեղեցու, Իսրայել ժողովրդին, բայց Աստված ավելի մեծ քանակով ժողովրդի ծրագիր ուներ եւ անգամ այդ ծրագրի մեջ ինչ ասում, ծովի ավազի հատիկների չափ, երկնքի աստղերի չափ, որ ոչ ոք չի կարող համրել։ Եվ սա բոլոր ազգերից։ Ինչպես որ Տիրոջ համար ասում է, խնդրիր ինձ եւ ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ։ Ինչ է նշանակում եկեղեցի։ Մարդկանց միացած խումբ, ժողովք։ Եվ երկրորդը, որ մենք ասում ենք ամեն ազգերից, որ ասում ենք մարդկանց, այսինքն կարելի ասել հավատացողների, այսինքն սա արդեն սահման չի նայում։ Անկախ ազգությունից ով որ հավատում է եւ եկեղեցին հենց այս բոլոր դարձած միաբանված ժողովքն է։ Առաջվա տները, սեփական տները չեն եղել հիմիկվա տների նման, անգամ մարդիկ ամբողջ գյուղով են եղել, չէ, հավատացյալ, բայց որևէ մեկի տունը չի տրամադրվել օրինակ ընդհանուր ժողովներ անելու, որտեղ բավական էլ չէր անի այդ տները։ Գիտեք, այդ ժամանակվա տները կիսագետնափոր
փոքր սենյակներ, որ կանոնան տաքացնել, ոչ մեկը իր ուժերով չէր կարող մի մեծ տուն շինել։ Բայց հավատացյալների ժողովուրդը, այսինքն ժողովքը անդամները իրար մեջ փող էին հավաքում, կառուցում են մի մեծ տուն, որտեղ կարողանան Աստծուն պաշտել, ծառայություններ ընդունել, քարոզներ լինեն, եւ այդ տունը ծառայում էր միայն քրիստոնեական թեմաներին։ Բնական է, այդ կապակցությամբ արդեն նկարներ կանեին, կամ եսիմինչեր կանեին, կամ օրինակ մոմավառությունը, այդ ժամանակ չէին վառում մոմը որպես պաշտամունքի առարկա կամ պաշտամունքի մաս ու բաժին, այլ էլեկտրականություն չկար, մոմ էին վառում, որպեսզի լուսավորեն տարածքը, որտեղ իրենք նստած են, որպեսզի ժողով անեն։ Բայց թեև էլեկտրականություն եկավ, զարգացավ երկիրը, մարդկանց թվում է, թե մոմը անբաժանելի մաս է պաշտամունքի։ Մեր sense օրինակ կա, կներեք, ասեմ, միտեղ տան մեջ ժողով էին անում։ Ասում քարոզիչը, որ կանգնում էր քարոզելու, տանը մի հատ կատու կար, այդ կատուն գալիս էր, փաթթվում էր, ոտերին մռմռում էր, պոչը քսում էր, կատուների սովորություն գիտեք։ Խանգարում էր քարոզիչին, ստիպված քարոզիչ ասում էր կներեք, հենց որ մենք քարոզը սկսում ենք, խնդրում եմ այդ կատվի ոտից մի բանով կապեք են աթոռից հեռու, որ չկա խանգարի։ Ամեն անգամ կատուն կապում էին այդ աթոռի ոտից եւ ժողով էին անում։ Արդեն անցել էր ժամանակներ, այդ կատուն սատկել էր, այդ քարոզիչն էլ ծերացել էր, չէր կարողանում գալ ժողովի, գուցե արդեն անցավ ժամանակ մահացավ, բայց այդ ժողովը տեսնողները չէին զանազանում, այդ կատուն ինչու է կապվում, նրանք գիտեն դա պաշտամունքի ձև ու մաս է։ Կատուն կապում են, որպեսզի չխանգարի, իսկ սրան ասում են դե մի կատու ճարեք, շուտ արեք, բերեք աթոռից կապեք, որ ժողովը սկսենք։ Հիմիկվա մոմավառությունն է։ Էլեկտրական հոսանք կա, լուսավորված, մեծ պատուհաններ կան, բայց մեկ է, մարդիկ պետք է իրենց մոմերը վառեն, կարծում են թե առանց դրա պաշտամունք չի կարելի լինել։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, այսօր այդ քարեղեն շինությունների իմաստը փոխվել է։ Առաջ քարոզների համար էր դա, Քրիստոսին փառավորելու համար էր, իսկ այսօր դարձել է ձևապաշտական մի ինչ-որ տուն։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն Քրիստոսը ինքը ասեց, որ ես եմ շինելու իմ եկեղեցին, նա շինեց, Մատթեոսի 16:18, որ ասված էր, նաև առաջին Կորինթացիների 12-ի 13-ում էլ է գրված այդ մասը, որ Աստծո ձեռքով է կառուցվել եւ նորվա հատվածներն էլ առաջին Պետրոսի 2-ի 4-10-ը որ կարդացի, ինչ է ասվում, որ այո, կենթանի եկեղեցի է, ոչ թե քարեղեն եկեղեցի։ Աստված ձեզ օրհնի։ Եկեղեցի իմաստը պարզ է ձեզ։ Անցնենք առաջ։ Ո՞վ է Քրիստոսի եկեղեցու համար։ Ուրեմն երկրորդ բաժինը սա է։ Այս բաժինը իր հերթին մի քանի ենթաբաժիններով կնայենք, այսինքն 4 ենթաբաժիններով, առաջին օրինակ Քրիստոսը եկեղեցու սեփականատերն է մեկ։ Երկրորդը Քրիստոսը եկեղեցու հիմնադիրն է։ Երրորդը Քրիստոսի եկեղեցու հիմքն է։ Չորրորդը եկեղեցուն Քրիստոսը եկեղեցուն դժոխքի զորություններից ազատողն է։ Դռներից ազատողն է։ Կարևոր չի հերթականությունը ճիշտն ասած, կարող ենք առաջին բաժնում նայել օրինակ Քրիստոսն է եկեղեցու հիմքը կամ հետո հիմնադիրը, մյուսը, սակայն մենք սկսենք հենց այստեղ որ նախ նա է այդ ժողովրդի սեփականատերը, որով կառույց պիտի անի նա։ Հիմք գցի եւ այդ հիմքի վրա շինի, հիմնադրի։ Օրինակ ասենք Մատթեոսի 16-ի 16-ից 18-ը նորից կարդամ, այդ ժամանակ միայն 18-ը կարդացի, երբ որ Քրիստոսը հարց տվեց, թե ով են ասում ինձ համար, որ մարդի որդին լինի, Իհարկե բոլորը չեմ կարդում, թե ժողովուրդը ինչ կարծիք ուներ, սակայն Պետրոսի վկայությունն եմ ուզում կարդալ, որ Պետրոսը ինչ ասեց։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց եւ ասեց. «Դու ես Քրիստոսը կենթանի Աստծո որդին»։ Եվ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց նրան. «Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետեւ մարմին եւ արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը, որ երկնքում է։ Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան»։ Ուրեմն ինչ ասվեց Քրիստոսին ճանաչեց, այսինքն Պետրոսը կարելի ասել։ Բայց Տեր Հիսուսը վկայեց, որ այս քեզանից չէր, մարմնից եւ արյունից չէր։
Այսինքն քո մարդկային հասկացողությունը չէր, քո մարդկային գաղափարից չէր, քո ասես ասած զգարաններից չէր, կամ իմաստությունից չէր, այլ իմ հայրս քեզ հայտնեց։ Աստված եթե չհայտնի, Քրիստոս ասաց չէ, եթե մեկին իմ հայրը չձգի, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ։ Եվ Տերը խոսեց, այսինքն Պետրոսը, մինչև այդ Սիմոն էր նրա անունը, եւ ասաց դու ես Պետրոս, այսինքն քար, ժառա բեկոր, sense կարելի ասել, որ ոչ թե մեծ ժառ, այլ մի մեծ քար, ժայռ, որ դրան էլ ժառ են ասում, եւ այդ քարի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Իհարկե առաքյալները առաջին քարերն էին նախ, մենք հիմա կխոսենք թե հիմքով է, հիմնադիրով է, բայց մինչև այս, որ ասում ենք Քրիստոսը եկեղեցու սեփականատերն է։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Քրիստոսը չասեց Պետրոս քեզ համար եկեղեցի կշինեմ, այդպես չասեց։ Չասեց քո եկեղեցին կշինեմ, կամ այս մեկի, կամ այն մեկի։ Իմ եկեղեցին պետք է շինեմ։ Իմ Այսինքն Քրիստոսը եկեղեցու մասին խոսում է որպես իր սեփական եկեղեցին։ Քրիստոսը օրինակ չասեց, ինչպես որ ասեցի, չասեց Պետրոսի եկեղեցին կշինեմ, կամ չասեց հովիվների եկեղեցին կշինեմ, կարծես թե հովիվների սեփականությունը։ Իմ եկեղեցին, իսկ մնացածը որպես ծառաներ պետք է լինեն այնտեղ։ Ամեն մարդ, ինչպես որ Պետրոս առաքյալի թղթում նշեց, դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք, որպես կենթանի եկեղեցի Տիրոջ տանը, կենթանի տաճար։ Այսինքն մենք ամենքս Պետրոսից սկսած մի մաս ենք եկեղեցու, մի հատված ենք, մի քար ենք կենթանի, որ այդ եկեղեցու մեջ մաս ու բաժին ենք կազմում։ Մենք եկեղեցու անդամ ենք, ոչ թե եկեղեցու տեր ու տիրական։ Ուզում է առաքյալ լինի, ուզում է հովիվ լինի։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք Քրիստոսն է եկեղեցու սեփականատերը, նշանակում է ոչ մեկ ուրիշ բացի Աստծուց, Աստծո սուրբ երամիասությունից ոչ մեկ սեփականատիրական իրավունք չունի եկեղեցու վրա, ոչ հրեշտակները, ոչ էլ ինչ որտեղ շատերը մտածում են սատանան սա կանի, նա կանի, սա Աստծո տունն է, սատանան իրավունք չունի Աստծո տանը վարվի, ինչպես ինքն է ուզում։ Օրինակ Գործք առաքելոց 26-16-ից 18-ը կարդամ ձեզ համար։ Վկայում է Սավուղը Քրիստոսի հետ հանդիպման առաջին պահը։ Երբ որ նա տեսավ, ընկավ եւ ասում է, բայց Տերը ասաց. «Վեր կաց եւ ոտքերիդ վրա կանգնի, որտեւ նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա եւ վկա լինելու այն բաներին, որ դու տեսար, եւ այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ, որ ազատեմ քեզ այս ժողովրդից եւ հեթանոսներից, որոնց մեջ ես քեզ հիմա ուղարկում եմ, նրանց աչքերը բանալու եւ խավարից դեպի լույս դարձնել եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի ժառանգություն առնեն ինձ հավատալով»։ Տեսնում եք, անցել էր երկար տարիներ, բայց մենք տեսնում ենք Քրիստոսը գործում է։ Պողոսին հանդիպելով Սավուղ էր ժամանակ, անունը փոխեց Տերը Պողոս դարձրեց, Պողոսին հանդիպելով նա այս ծրագիրը դրեց Պողոսի առջև, գնա այս գործերն արա։ Այսինքն առաքյալները չէին աշխատում հիմիկվա որոշ կուսակցականների նման որևէ մեկի անունով, բայց առանց իրեն, թեև Քրիստոսի անունով, նաև Քրիստոսի հետ։ Հռոմեացիների 14-11-ում էլ նորից գրված է, վկայությունը սա է. Քրիստոսը որպես կենթանի Տեր, ոչ թե մեռած Տեր, որտեղ մեռել էր եւ ասում է, ահա ես կենթանի եմ, ասում է Տերը, որ ամեն ծունկ պիտի կրկնվի եւ ամեն լեզու խոստովանի ինձ որպես Աստված, կամ ուրիշ թարգմանության մեջ ասում է խոստովան լինի Աստված, ասենք խոստովանի ինձ որպես Աստված։ Եվ Տերը ասում է, ահա կենթանի եմ ես եմ եկեղեցու Աստվածը։ Ես եմ եկեղեցու գլուխը, ես եմ եկեղեցու Տեր ու տիրականը։ Ես եմ եկեղեցու սեփականատերը, ուրիշ մեկը իրավունք չունի սեփականատիրական։ Առաջին Կորինթացիների 3-ի 9-ում ու 10-ում վկայություն կա եկեղեցու հիմքի մասին, որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք։ Դուք Աստծո մշակություն, Աստծո շինվածք եք։ Նրա մոտ չի ասում մեր շինվածքը, մեր մշակությունը, Աստծո մշակություն, Աստծո շինվածք։ Աստծո շնորհքի չափով, որ ինձ տրված է իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշն է, որ շինում է։ Միայն թե ամեն մեկը մտիկ տա, թե ինչպես շինում, որտեվ ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան որ դրված է Հիսուս Քրիստոսը։
Շատերը ինչ են ասում։ Իբրև թե առաքյալներն են հիմնադիրները։ Առաքյալները հիմնադիր չեն, նախ առաքյալները իրենք քար են։ Բայց սկզբից որ ուշադրություն դարձրեք, ասում եմ մենք Աստծո գործակիցներ ենք։ Գործակիցը ինչու՞մն է։ Այսինքն եկեղեցու շինության համար ինչ որ գործ մենք անում ենք։ Մենք անում ենք, բայց ուրիշն է որ շինում է։ Եվ նայ ամեն մարդ թե ինչպես է շինում։ Այսինքն թույլ կտա Աստված շինի, թե ինքը իր ձևերով կշինի։ Եթե մարդու ձևերով շինված լիք քանդվի, հիմքը կմնա, բայց ինքը կքանդվի։ Այսինքն գործակից ենք ինչ իմաստով։ Աստծուց է տրված մեզ բերան լեզու, խոսք, ավետարան։ Մենք խոսում ենք, ուրիշտե Պողոս ասում է, մեկը ցանում է, մյուսը ջրում է, բայց աճեցնողն Աստված է։ Մենք խոսում ենք, բայց հաստատող Աստված է։ Թեև մենք գործակից դարձանք, Աստծո ծրագիրն է, հիմա ինչու է մեզ ինչ որտեղ գործակից սարքում Պողոսի նմաններին կամ որևէ մեկը, որ Պողոսի նման ծառայություն է անում, բայց հիմնադիրը Աստված է, Քրիստոս է։ Ուրիշ հիմք չկա, բայց Քրիստոս է։ Եկեղեցին պետք է հիմնված լինի Քրիստոս հիմքի վրա, թեև դրա մասին խոսենք, սակայն մենք տեսնում ենք, որ այո, մարդը խոսում է Քրիստոսի փրկարար ավետարանը, եւ ավետարանի խոսքում մարդիկ հավատալով վերստին ծնվում են, փրկվում են եւ դառնում են այդ կառույցի որևէ քար, որևէ անդամ։ Բայց մենք չենք փրկող, ուշադրություն դարձրեք։ Այդ քարերը փրկողը, սրբողը, արդարացնողը, կառույցի մեջ դնողը Աստված է, ընդհանրապես մենք Աստծուց եղած խոսքը խոսող ենք։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, հիմնադիրը Քրիստոսն է։ Քրիստոսը ասում է, ես եմ շինել եւ ոչ թե միայն հիմնադիրն է Քրիստոս, այլ նաեւ հիմքը ինքն է, որ կարդացի հենց Կորինթացիների այդ տեղում, որ ասում է, ուրիշ հիմք չկա, բայց միայն ինքը Հիսուս Քրիստոսը։ Հիմքը Քրիստոսն է, Քրիստոսի առաջին կարելի է ասել Քրիստոսի առաջին քարերը, հիմքի վրա շարվող քարերը առաքյալներն են, այդ առաջին դարի եկեղեցին է, հետո շարունակ կառուցվում է, հասել է մեզ, հիմա մենք որ շարքի քար ենք կազմում, այդ Աստված գիտի, բայց այո, որպես քար Պետրոսը դրվեց հիմքի վրա։ Եվ երբ դրվեց, երբ որ ճիշտ դավանություն արեց, ճիշտ ճանաչողություն ունեցավ, դու ես Քրիստոսը, կենթան Աստծո որդին։ Ամեն փրկված այս ճշմարտությունը պետք է իմանա։ Այսինքն կարելի ասել ամեն մարդ այս ճշմարտության պատճառով է փրկվում։ Ինչու է Աստված ուզում, որ քո հիմքը լինի Քրիստոսը։ Եկեղեցու հիմքը լինի Քրիստոսը։ Չէ, ասենք շատերը, որ ասեցի, կան տարբեր ուղղությամբ կուսակցություններ եւ այլ, նրանց առաջնորդները պարտվել են հենց ուրիշ ոչ մի բանից որ չասենք հենց մահից, չէ՞։ Մահից պարտվել են։ Միայն Քրիստոսն է, որ անպարտելի է, անգամ մահը նրա վրա չի կարողացել։ Եվ որքան հիմքը ամուր է, այդքան եկեղեցին երաշխավորված է։ Մեր շրջապատում կան, որ շեղված են հիմքից, ընկած են հիմքից։ Քրիստոս չի, նրանց հիմքը հավիտենական հիմքը չի։ Բայց մեզ համար Քրիստոսն է հիմքը։ Ինչպես որ Աստվածը դրել։ Օրինակ Մատթեոսի 7:24-25 խոսքերում Տերը այսպիսի մի նմանություն է տալիս առակի պես, ասում է. «Արդ ամեն ով որ իմ խոսքերը լսում է եւ նրանց կատարում է, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևներն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված»։ Իսկ շարունակության մեջ ասում է, ով որ իմ խոսքերը լսում չի կատարում, նման է հիմար մարդու, որը ավազի վրա տուն հիմնեց, ամենայն դեպս այդ տարերքները քանդեցին։ Ֆիլիպեցիների 1:6-ում ասում է, որ Աստված այն գործը, որ սկսեց ձեր մեջ, կարող է ավարտին հասցնել։ Այսինքն Քրիստոսն է, որ ասի հարություն առած է կենթանի Տերը, նա է կարող ավարտել իր կառույցը։ Մնացած բոլորը անավարտ թողեցին։ Եբրայեցիների 10:35-ը։ Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Հրուշացություն դարձեք։ Հնարավոր է մենք շատ ժամանակ մտածենք, ինչ անենք, որ վարձքը առնենք, չէ՞։ Ոմանք մտածեն, պետք է շատ բարի գործ անեմ, իհարկե Աստված սիրում է, որ մարդը բարեգործ է։ Մարդը մտածի շատ տանջվի, շատ չարչարվի, բայց հլուշացում դարձեք,
ասում եմ ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Քրիստոսի վրա վստահությունը, նա է մեր հիմքը, այդ հիմքի վրա դու վստահես, հաստատվես։ Ուրեմն ուրիշ որևէ անձ չի կարող եկեղեցու համար հիմք լինել, եթե եղավ այդ եկեղեցին կավիրվի։ Տերը ասպես ասաց. իմ եկեղեցին պետք է շինեմ, որ դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Դժոխքի դռները այսինքն ինչ է նշանակում, սիմվոլիկ է։ Դժոխք տանող, դժոխքի դռներով ներս տանող ուժերը, միջոցները չեն կարող հաղթել մարդուն, գցել վիճակից, որ այս մարդը արդեն փրկությունից ընկնի եթե դժոխքի դռների մոտ։ Սա հաստատ խոսք է, վստահելի խոսք է, որ կարող ես վստահել։ Եթե դու հիմնված ես Քրիստոսի վրա, ուրեմն վերջ։ Դժոխքի զորությունները քեզ չեն կարող հաղթել։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն 4 ենթաբաժինել կնայենք, որ Քրիստոսի եկեղեցուն դժոխքի զորությունից ազատողն է, հենց մեկի շարունակությունն է, Մատթեոսի 16-18-19 այդ ասեց, ինչպես նաև ասում է Քրիստոսը իր մահով եւ հարությունով հաղթեց սատանայական ուժերին, խավար ուժերին։ Մահին հաղթեց անգամ։ Մահը, որ ամենասարսափելին էր մարդկանց համար, որ դրանից այն կողմ կարծես թե աշխարհ չկա, բայց Քրիստոսը ապացուցեց, որ մահին էլ կհաղթեմ։ Սատանան ինքը մահվան մեջ է եւ ինքը չի կարող մահվան հաղթել։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե մահին հաղթեց Տերը, ուրեմն մնացած ամեն ինչը հաղթված է նրա առջև։ Սատանան էլ, վիշապը, ասենց ասած, նրա կառույցները, գազանը, գազանի համակարգը, Հովաննում 16:33-ն եմ ուզում կարդալ ձեզ համար, ասում է, այս բաները խոսեցի ձեզ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություններ կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին, Տերն է ասում։ Ես հաղթել եմ աշխարհին։ Ճիշտ է, նեղություններ կունենաք, շատ ժամանակ գիտեք ոնց մարդ շփոթվում է նեղությունների պատճառով, այսպես է մտածում, գուցե Աստված ինձ թողեց, գուցե Աստված ինձ հետ չի, եթե ինձ հետ է ինչու այս նեղությունը, ուրեմն մենք տեսնում ենք, այո, Տերը մեղքից ազատողն է, Տերը մահից ազատողն է, Տերը սատանայից ազատողն է, աշխարհից ազատողն է։ Ես հաղթել եմ աշխարհին։ Քաջացեք։ Թեկուզ շատեր ասում են կազմակերպություն։ Թող կազմակերպություն ասեն, սխալ չի։ Խումբ, ժողովք, մի կազմակերպված խումբ է Քրիստոսի եկեղեցին, որը պետք է ապրի Քրիստոսի հիմքի վրա, Քրիստոս առաջնորդով։ Քրիստոսը եւ հիմք է եկեղեցու համար եւ գլուխ։ Եկեղեցու որոշ անվանումները եւ դիրքը Քրիստոսի նկատմամբ։ Ուսումնասիրենք 3-րդ բաժնից։ Ուրեմն նոր կտականում եկեղեցուն արդեն բարձ է եկեղեցին ով է, կարելի այդպես ասել, Քրիստոսին հավատացողների կամ Քրիստոսին դարձած մարդկանց միաբան ժողովքն է։ Շատ անուններ է ստացել եկեղեցին Քրիստոսի ավետարանի մեջ։ Սակայն մենք մի քանի անուններ կթվարկենք ու դրանց վրա միասին կմտածենք։ Ուրեմն անուններից մեկը սա է. Քրիստոսի մարմին, եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Եփեսացիների ուղված նամակի առաջին գլուխ 22-23 խոսքերն եմ ուզում ձեզ համար կարդալ, այսպես է գրած. եւ ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ, խոսքը Քրիստոսի մասին է, որ Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ եւ նրան գլուխ դրեց եկեղեցուն բոլոր բաների վրա, որը նրա մարմինն է, այն լրումը, որ ամենի մեջ լցնում է։ Ուրեմն ասում է եկեղեցին, որ Քրիստոսի մարմինն է։ Նաև Կողոսացի 1:18-ում է այդպես ասում, որ Քրիստոսի մարմինն է եկեղեցին, սակայն պատահական անվանումներ չեն, պատահական կոչումներ չեն, որ Աստված տվել է իր եկեղեցուն, որտեղ Սուրբ Հոգու շարժված աստծոծառաները խոսեցին, ասենք անվանումը անգամ մարդկային մտքից հնարած խոսք չի, այլ Սուրբ Հոգուց շարժված խոսք է։ Սակայն մենք ուշադրություն ենք դարձնում, որ այս անունը ցույց է տալիս Քրիստոսի հետ ունեցած կապը։ Ժողովրդի, այսինքն Աստծո դարձածների կապը Քրիստոսի հետ եւ ասած ֆունկցիան։ Ասում ենք Քրիստոսի եկեղեցին, Քրիստոսի մարմինն է,
Աստված եկեղեցուն Քրիստոսին դրեց որպես գլուխ։ Այսինքն ինչ է կատարում, հիմա գլուխը առաջնորդում է ամբողջ մարմին ուղեղը։ Ուրեմն Քրիստոսը եկեղեցու համար հանդիսանում է գլուխ, եկեղեցին նրա մարմինը եւ Սուրբ Գիրքը, երբ որ մենք կարդացինք, օրինակ նորից կհիշենք այդ հատվածը Մատթեոսի 16-17 խոսքերում, որ երբ որ Պետրոսը ճշմարիտ հայտարարություն արեց, ինչ ասաց Տերը, մարմին եւ արյունը քեզ չհայտնեց, այլ իմ հայրս։ Այսինքն ինչ է նշանակում, եկեղեցու անդամներից մեկը պես Պետրոսն է, չէ, որպես մի քար, որ եկեղեցու մեջ պետք է դրվի, եւ սա օրինակ է մեզ, որ եկեղեցուն ոչ թե մարմինը, արյունը պետք է առաջնորդի, այսինքն մարդկային եղածը, էությունը, այլ Աստված պետք է առաջնորդի։ Քրիստոսի ճանաչողությունը, Աստծո ճանաչողությունը, Աստծո ծրագրերը, անգամ այդ հայտարարությունները, ինչպես որ Պետրոսն արեց, նման հայտարարությունները պետք է լինի Աստծուց, ոչ թե մարդկային գաղափարից։ Առաջին Կորինթացիներին ուղված նամակի 12-րդ խոսքում գրված է։ Ասում են նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչ ոք չկա Աստծո հոգով խոսող, որ Հիսուսի նզովյալ ասի, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Այսինքն, եթե մեկը Աստծո հոգով խոսում է, հնարավոր չի Քրիստոսին նզովյալ ասի։ Մարդիկ կան աշխարհում, որ Քրիստոսի անվան փառքի հետ կապված Քրիստոսի զրկում են, չի անգամ հայտարարում են իբրև թե Աստված չի։ Սա արդեն վկայություն է, որ նրանք Սուրբ Հոգուց չեն առաջանում, Աստծուց ընդհանրապես բաժին չունեն, Աստծո հետ կապ չունեն։ Եթե Աստծուց լինեին, ճիշտ կխոսեին Քրիստոսի մասին, սուրբ գրային կխոսեին։ Եվ ասում է չկա ոչ ոք էլ, որ Քրիստոսի Տեր ասի, եթե ոչ Սուրբ Հոգով։ Պետրոսը երբ որ ճիշտ հայտարարություն արեց, դու ես Քրիստոսը կենթանի Աստծո որդին։ Առանց Աստծո, եթե Աստված նրան չհայտնի, նա չի կարող հասկանալ այդ բանը Քրիստոս Տեր է։ Կա ձևական ասի, բայց հոգեպես ինքը Քրիստոսին Տեր չի ճանաչում, ոչ էլ հնազանդվի։ Եթե մեկը Քրիստոսին Տեր է ճանաչում, հնազանդվում է, սա արդեն վկայում է քեզ համար, որ Սուրբ Հոգին քեզ հետ գործում է։ Ուշադրություն դարձրեք։ Աստված հայտնեց Պետրոսին, բայց Պետրոսը որևէ ձայն չլսեց, որտեղ Աստված իր հոգու մեջ գործեց։ Եվ եթե Քրիստոսը ասած չլներ, գուցե Պետրոսը չիմանար, որ Աստված իրեն հայտնեց։ Նմանապես հիմա անկախ դրանից, թե Քրիստոսը ձեզ ասել է, թե որևէ մեկիդ կամ որևէ մեկին դեռ չի ասել, բայց կապ չունի ասելը, պտուղը ցույց է տալիս քո ընդունելությունը որտեղից է, այսինքն քո Հիսուսին Տեր ընդունելը որտեղից է, Սուրբ Հոգուց է, Աստծուց է։ Ուրեմն նորից պետք է ուշադրություն դարձնենք, եթե Քրիստոսը կոչվում է եկեղեցու գլուխ, եկեղեցին է Քրիստոսի մարմին, ուրեմն երբեք որևէ դեպքում իրավունք չկա, որ եկեղեցին կամենա Աստծուն առաջնորդել։ Ինչպես որ այսօր շատ տեղում շեղված է, բայց հնարավոր չի առաջնորդել, մեկ էլ տեսնում ես իրենց ծրագրերի մեջ իրենց սրտի ուզածը դնում է, որ սուրբ գրային չի։ Ուրեմն կարդում եմ Եփեսացիների 1:18-23, որ ասում է, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսի վրա գործադրեց, նրան մեռելների միջից հարուցանելով եւ իր աչքոմը նստեցրեց երկնավորներումը, ամեն իշխանությունից եւ պետությունից եւ զորությունից եւ տերությունից վեր եւ ամեն անունից վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ հանդերձանում, եւ ամեն բան նազանդեցրեց նրա ոտքերի տակ եւ նրան գլուխ դրեց եկեղեցուն բոլոր բաների վրա, որ է նրա մարմինը, նրա լռումը, որ ամեն լսի ամենում, այսինքն հետաքրքիր է Քրիստոսի հետ ապրի հավիտյան եկեղեցին եւ այս ժառանգություն ուշադրություն դարձրեք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ քանի որ Քրիստոսը ամեն անունից, պետությունից, տերությունից, ամեն ինչից ոչ թե միայն ասում այս աշխարհում, այլ հանդերձավ վեր է, այսինքն Աստված իրենից հետո եկեղեցին է դրել երկրորդ տեղում, այսինքն ամեն ինչից վեր։ Հիմա կանցնենք երկրորդ կոչումին, որ Սուրբ գրքում եկեղեցին անվանվում է այս կոչումով Աստծո տաճար կամ Աստծո տուն։ Արդեն անունը պարզ է, տաճար կամ տուն հին ուխտի հետ կապված մենք տեսնում ենք, երբ որ տաճարը կառուցվեց, այսինքն
Տաճարը ինչ դեր պետք է տաներ, նախ այնտեղ պետք է լիներ Աստծո ներկայությունը։ Մեկ եւ երկրորդը պետք է այդտեղ կատարվեն պաշտամունքներ, փառաբանություններ դեպի Աստված։ Նմանապես կամ տուն, ասենք եթե մարդու տուն, ասենք որտեղ որ մարդը բնակվում է, Աստված որ եկեղեցուն անվանում է իր տունը, ասենք իր բնակության տեղը ավելի, թե բարձրում է բնակվում, բայց նա իր ժողովրդի մեջ է։ Ուրեմն առաջին Պետրոս 2-րդ գլուխ 4 խոսքից 10-րդ խոսքը, որին մոտեցել եք այն կենդանի վեմին, որ թե մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված եւ պատվական է։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեք հոգևոր տաճար սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարագներ մատուցեք Աստծուն ընդունելի, ասում է Հիսուս Քրիստոսի ձեռքով, որտեղ գրքումն էլ կա թե Սիոնումը անկյունի գլուխ ընտիր պատվական քար եմ դնում եւ նրան հավատացողը չի ամանչի։ Արդ ձեզ հավատացյալների պատվականություն է, բայց անհավատներին այդ քարը շինողները, որ անարգեցին, նա անկյունի գլուխ եղավ եւ գլորման քար եւ գայթակղության վեմ։ Ուրեմն եկեղեցին պատահական չի կոչվում Աստծո տուն կամ Աստծո տաճար, այսինքն երբ որ այս անվանումը դրված է, պահանջն էլ հետն է։ Օրինակ մեկի անունը դնես պատշար, այսինքն նա գործը պատշարն է եւ նրանց պահանջվում է այդ գործը, եթե կանչել են միտեղ եւ կոչում են տվել։ Իսկ Մատթեոսի 16-ի 17-ում, երբ որ Պետրոսը դամանեց, Տեր ինչ ասեց, հիշում եք առաջի խոսքը, երանի քեզ։ Այսինքն ինչու երանի, իրոք երանելի այն մարդը, որի հետ Աստված գործի։ Երանի քեզ, որ Պետրոս մարմին եւ արյունը չառաջնորդեց քեզ, հուշեց քեզ կամ չասեց քեզ, այլ իմ հայրը, որ երկնքում է։ Ուրեմն երանի նրան, ով որ Աստծո հաղորդակցություն կունենա, Աստծո հետ հաղորդակցություն կունենա։ Եվ այդ երանի բառը ինչ է ցույց տալիս, ոչ թե ուղղակի դատարկ երանությունը, անգամ մարդիկ երբ որ երանի են տալիս, այսինքն մի օրինալ բանի համար են, չէ՞ երանի տալիս, ինչ որ մի կարևոր օրհնության հասած լինելու համար են ասում երանի այդ մարդուն, որ այս ինչը ունի կամ երանի նրա աչքերի, որ այս ինչ լավ բանը տեսավ։ Նմանապես դա իրական երանություն էր եւ դատարկ չի։ Իրականության մեջ կարող ձեզ էլ ասել երանի ձեզ, որ Աստծո հոգի ձեզ հետ գործել, Աստված ձեզ հայտնել է Քրիստոսի ով լինելու մասին, նաեւ Տեր լինելու մասին։ Աստված ձեզ պահապան։ Եվ այս դավանությունը, քանի որ Աստծուն հաճելի դավանություն է, երանություն է բերում, աշխատեք, որ այս երանության մեջ մնաք։ Երրորդ կոչումը, որ եկեղեցին կոչում է Քրիստոսի հարս։ Օրինակ Եփեսացիների 5:22-ից 27-ը կարդամ, տեսեք ինչ է ասում։ 22-ից ասում է. «Կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանց ինչպես Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոս եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այդպես էլ կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Հետո ասում է. մարդիկ սիրեք ձեր կանանցը, ինչպես Քրիստոսն է սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնե մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցրե եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի»։ Համեմատում է անգամ այս երկրավոր ակտի հետ, ասում է ինչպես է ամուսինները, չէ՞, մարդուկին, մարդը կնոջ գլուխն է, նմանապես Քրիստոս եկեղեցու գլուխն է, այսինքն այստեղ վերաբերմունքի իշխանության հարցն է առաջ քաշում, այսինքն չեմ ուզում ամուսինների մեջ եղած հնազանդության մասին նայեմ, այլ Քրիստոս եւ եկեղեցու, որ ինչ է ուզում ասել, որ եկեղեցին ինքնագլուխ չպետք է լինի, ամեն ինչ պետք է անի կամ առաջնորդվի իր գլխից, Քրիստոսից, ինչպես նաեւ ցույց է տալիս Քրիստոսը նրան փրկեց, նա է մարմնի փրկիչը, ինքն է եկեղեցու փրկիչը, իր սեփական եկեղեցին է, նաեւ ցույց է տալիս Քրիստոսի մշտական աշխատանքը եկեղեցու հետ, նպատակը ինչ որ սրբացնե եկեղեցին իր առաջ անարատ կանգնեցնե իր գալստյան օրը, այսինքն եկեղեցի հետ ամեն օր Քրիստոս աշխատանք ունի։ Նաեւ sense նայենք իրական նորմալ ընտանիքներում, ոչ թե աննորմալացած հիմա աշխարհում հատուկ ձևով ուզում են ընտանիքները փչացնել, բայց նորմալ ընտանիքում ինչպես է ամուսինն է
Չէ, կնոջ Տերը տիրականը եւ անգամ նրան հասցած վիրավորանքը ամուսնունն է, չէ, տենց է։ Այսինքն ամուսինը կարելի ասել կնոջ նամուսի տերն է։ Նա չի ուզում, որ իր կնոջ վրա մի արատ լինի, կամ մեկ անպատվի, մեկ անարգի, ծաղրի իր կնոջը։ Ինչպիսի պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ է նորմալ ամուսինը կնոջ նկատմամբ, այդպես Քրիստոսն է եկեղեցու նկատմամբ։ Նրա արատների համար էլ հոգ տանող, որ չունենա ոչ մի արատ։ Նրան զարդարող, նրան խնամք տանող, նրան նվերներ տվող, պատրաստող, կամ ուշադրություն դարձնում եք հարց կամ կին իմաստը, հարցը տառացի չի, այլ ընդհանուր էլ եմ ասում վերաբերմունքի հարցն է հոգևոր կամ կյանքի մեջ մտնող։ Չէ, մեկը որ ամուսնանում է, հարցն է բերում, որ իր հետ ապրի, ով ուզում է գա, բարեկամ, հարազատ, տարբեր անձնավորություններ, բայց վերջ-վերջո Փեսայի հետ հարցն է, որ պետք է մնա, ավելի մոտիկ եւ մշտական։ Նմանապես այս անունը ցույց է տալիս, որ եկեղեցու հետ Քրիստոսը մշտական մնացող է, հավիտենական մնացող է, իր տան մեջ պահող է, եւ նրանք այնքան են մեկանալու, որ նրա վրայի արատ, այսինքն որ ասում է քեզ անարգողների անարգանք ինձ վրա անկավ։ Նույնպես եկեղեցին մտածի Քրիստոսին վերաբերվող ամեն ինչը ինձ վրա է ազդում, կամ եկեղեցուն վերաբերող բաները Քրիստոսի վրա է ազդում շատ խիստ։ Ուրիշ մի տեղում ասում է քեզ դպչող իմ աչքի բիբինա դպչել։ Հանցան 19-ի 7-րդ խոսքերում կա այս անվանում, ասում է խնդանք եւ ուրախ լինենք եւ փառք տանք նրան, որ եկավ գարի հարսանիք է եւ նրա կինը պատրաստեց իրեն եւ տվեց նրան, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեզ հագնի, որովհետեւ բեզը սուրբերի արդարությունն է։ Գարը դե գիտեք, այդտեղ արդեն սիմվոլիկ ձևով Քրիստոսին է ասում, կինը եկեղեցուն, հարցը եկեղեցուն, որ ասում է եկավ այդ օրը, այսինքն պետք է մի օր գա, որ արդեն հավիտենական միացում լինի եւ այլևս այսպես չի լինի, ինչպես որ հիմա կատարվում է, այսինքն եկեղեցին իր փառավոր դիրքի մեջ է մտնելու։ Փառավոր կոչումը ունի, նաեւ փառավոր դիրքի մեջ կմտնի։ Մյուս անվանումներից մեկն է ճշմարտության սյուն եւ հաստատություն։ Երբ որ Քրիստոսի եկեղեցին ասում է սյուն եւ հաստատություն ճշմարտության, այսինքն այս անունը խոսում է, որ եկեղեցին իր վրա պետք է կրի աստվածային ճշմարտություններ եւ իրականը սա է։ Առաջին Տիմոթեոս 3:15 եւ 16-ում հենց Պողոս առաքյալը այդպես է անվանում, զգուշացնում է աստծոծառաներին, որ իմանաք ինչպես Աստծո տան մեջ վարվեք, որը եկեղեցին ճշմարտության սյուն եւ հաստատություն։ Աստծո որդիք պետք է աստվածային ճշմարտությունները պահեն։ Եվ սա մեր պարտականությունն է։ Եվ սա նաեւ խոսում է, որ արգելված է ուրիշ բան եկեղեցինի վրա կրի։ Թեև այս թեման արդեն դառնում անդադ ինչ-որ բաներ եմ ասում, որոշ խմբերում, որ եկեղեցի էին, հիմա ավիրվել են, նրանց մեջ տեսնում ես ինչ ճշմարտություն։ Մարդկային հնարած վարդապետություններ, պատվիրաններ, ագահությունից ծնված եւ այլ։ Այնպիսի ուսմունքներ, որ Աստվածաշնչում չկա։ Արդեն սա ինչ եկեղեցի է։ Քրիստոսի եկեղեցին ճշմարտության սյունն է, բայց սրանք ինչի սյուն են։ Ստության սյուն են, մարդկային ավանդությունների սյուն են, թե Աստծո ճշմարտության սյուն պետք է լինեին։ Ուրեմն Մատթեոսի 16:16-ում այսպես է գրված, երբ որ Տերը հարցրեց, ասես մարդիկ ինձ համար ինչ են ասում, որ ես լինեմ, աշակերտները ասեցին այս այն, հետո Սիմոն Պետրոսը պատասխանեց եւ ասաց դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Բայց մինչև այս ինչ էին ասում։ Էլի Քրիստոսի մասին էր վկայություն, բայց ոչ ճշմարիտ վկայություն։ Մեկ ասում էր Երեմիան է, մյուսը ասում էր Եղիան է, մյուսը ասում էր Հովհաննես Մկրտիչն է, կամ էլ մարգարեներից մեկն է, կամ մի նոր մարգարե է։ Հիսուսի մասին ինչ որ բաներ կրում էին իրենց մեջ գաղափարներ, բայց ոչ ճշմարիտ։ Բայց սակայն Պետրոսի ասածը միայն հաստատեց Քրիստոսը։ Այսինքն իրական եկեղեցին Քրիստոսի մասին ճշմարիտ վկայություններ պետք է ունենա։ Ճշմարիտ ճանաչողություն պետք է կրի իր մեջ եկեղեցին։ Դրա համար մենք պետք է զգուշ լինենք, որ այսօր շատ
վարդապետություններ ու սմունքներ են շրջում անգամ նպատակով, որպեսզի Քրիստոսի ճանաչողությունը աղավաղեն, բայց եկեղեցին պետք է Քրիստոսին ճանաչի սուրբ գրքով։ Այն էլ համարձակվում եմ ասել, որ այս վերջերս սուրբ գրքերի փոփոխություն է տեղի ունենում, եւ սա այն խոսքն է, որ ասում է ավերմունքի պղծություն պիտի գա։ Բայց մենք ունենք այն սուրբ գրքերը, որը դարերով եկել է պինդ պահեք, ավելի փախեք նոր տպագրություններից։ Ես չեմ ասում նոր տպագրություն, ասում նոր թարգմանություններից ավելի, կարող է նոր տպագրություն լինի, բայց հին թարգմանություն լինի։ Թեկուզ դժվար իմաց բառեր կան հին թարգմանությունների մեջ, բայց վստահելի են, ավելի լավ ճանաչեցնող են, ավելի ճիշտ ճանաչեցնող են Քրիստոսին, քան նոր թարգմանությունները, որոնց մեջ փոփոխությունները չափից դուրս են։ Աստված է դատավորը։ Մենք երաշխավորություն ունենք, որ ճշմարիտ ավետանը մեզ մոտ մնալու է մինչև վերջ, որովհետև Քրիստոս ասաց, այս արքայության ավետանը քարոզվի աշխարհի վերջում, բոլոր ազգերի մեջ։ Փառք ասում, որ այս ողորմությունը շնորհք արել է, որ ճիշտ ճանաչողություն տվող ավետարանը մենք պետք է ունենանք։ Աստված ձեզ օրհնի։ Հռոմեացիների 19 եւ 10-րդ խոսքերում ասում է, որովհետև եթե բերանով Հիսուսին Տեր դավանես, սրտում հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից կապրես, քանզի սրտով հավատում ենք արդանալու համար, իսկ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Այսինքն ճշմարիտ դավանություն։ Եկեղեցին պետք է նաև ունենա ճշմարիտ դավանություն, բայց եթե նա ճշմարիտ ուսմունք չունենա, չէ՞ որ ասում է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Եթե նա ճշմարտություն, ճշմարտության խոսքը չունենա, ինչով ճշմարիտ դավանություն անի։ Եթե սխալ ուսմունք ունի, սխալ էլ դավանություն կանի։ Ինչպես նաև Եբրայեցիների 4:14-ում գրված Եբրայեցիներին ուղղված գրքի, ցենց ասած, ասում է արդ որտեվ մեծ քանապետ ունենք երկինքներով անցած Աստծո որդին Հիսուսը պինդ բռնենք դավանությունը։ Ոչ թե միայն Քրիստոսի մասին գիտություն է պետք, այլ նաև առիթի դեպքում դավանել է պետք։ Նոր գաղափարներ կստեղծեն այս աշխարհի վերջում Քրիստոսի մասին։ Գուցե գա ժամանակ, որ նրանք սկսեն Քրիստոսին դավանել ուրիշ կերպ, սխալ դավանություն անել, սխալ ուսմունքից ելնելով։ Ոչ քահանապետ, ոչ Աստծո որդի, ոչ Աստված, ոչ դատավոր, բայց մենք պետք է դավանենք այն, ինչ որ Աստվածաշունչը ասում է Քրիստոսի մասին։ Դրա համար ասում է պինդ բռնենք դավանությունը։ Ոչ թե միայն սրտներումս ունենանք, այլ մեր բերանից է լինի, որտեղ ասում է սրտի ավելցուկից է խոսում բերանը։ Ոչ թե միայն վատ բաներ, այլ նաև լավ բաներ։ Եթե դու Քրիստոսին ընդունել ես սրտով այդպես, ուրեմն բերանով էլ պետք է խոսես, ինչպես որ ընդունել ես։ Ինչպես նաև 10-րդ գլուխ նույն Եբրայեցիներին ուղղված գրքի ասենք թղթի 10:35-ում էլ գրված է, ասում է ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Այսինքն այդ Քրիստոսի վրա նաև վստահություն է հաստատված։ Դեն մի գցեք, ուշադրություն դարձնում եք սյուն, ճշմարտության սյուն։ Այսինքն աշխարհը եկեղեցու միջոցով պետք է տեսնի ճշմարտությունը։ Նորից եմ հիշեցնում, մենք ենք Աստծո ընտանիքը։ Եթե Աստծո ընտանիքը ճշմարտությունը աստվածային չտարածի, ցույց չտա, ինչա սատանայի որդի գան ցույց տան մեր փոխարեն։ Ուրեմն մեզ է հանձնված լինելու միասնական որպես սյուն, անգամ այդության մեջ Տեր ասում որ հաղթի եկեղեցիներին ասում, անգամ անհատների համար, որ հաղթի նրան սյուն կդնեմ իմ հորս տան մեջ։ Դուք եք աշխարհի լույսը։ Ուրիշտեղ Պողոս առաքյալը ասում է դուք Քրիստոսի բաց նամակներն եք։ Դուք եք որ Քրիստոս պետք է ճանաչեցնեք։ Թեկուզ մարդիկ գիրք էլ չունենան, գիրք էլ չկարդան, բայց ձեր միջոցով ճշմարտության գիտություն պետք է ստանան։ Ինչպես որ հիշեցի, երկրի վրա շատերը Քրիստոսին ցածրացրել են, կարծելով որ բարձրացնում են, անվանելով մարգարե, որևէ ուրիշ ծառա Աստծո, բայց դա բարձրացնել չի, այլ ցածրացնել է։ Բարձրացնել է սա է, որ մենք Աստծո վկայությունը, Աստծո հայտնություններով դավանենք, խոսենք Քրիստոսի մասին։ Ուրեմն մարմնավոր այդ դավանությունները ոչ թե միայն իմաստ չունեն, անարժեք են, անգամ վտանգավոր են կորցնելու մարդ։ Նաև ուրիշ անուններ կան,
եկեղեցուն տված, օրինակ Գաղատացի 4:26-27-ում, Հայտնության 21:2-9-11-ում, օրինակ երկնային Երուսաղեմ, երկնային քաղաք, այդ կոչումը ունի նաև Տիրոջ եկեղեցին։ Ուրեմն եկեղեցին մեծ կոչումներ ունի, ուղղակի ժամանակը բավական չի անի, որ մենք բոլոր կոչումների վրա հատ-հատ ավելի մանրամասն խոսենք։ Մենք վերջացրեցինք երրորդ բաժինը, հիմա կնայենք թեմայի 4-րդ բաժինը, որը կոչվում է եկեղեցուն անդամակցել եւ արարողակարգերը, այսինքն ինչպես կարելի է եկեղեցուն անդամակցել, այսինքն եկեղեցու անդամ դառնալ եւ եկեղեցին ինչ արարողակարգեր ունի ըստ Սուրբ գրքի, ինչ որ մենք ասում ենք ըստ Սուրբ գրքի են։ Եկեղեցու մեջ մտնելը, այսինքն ինչ է նշանակում, մենք որ ասացինք օրինակ, եկեղեցին Քրիստոսի մարմինն է կամ տունն է, այսինքն Քրիստոսի եկեղեցու տան անդամ դառնալը, Քրիստոսի մարմնի անդամ դառնալը։ Իհարկե դա կատարում է վերստին ծնվածի համար միայն, քանի որ մարդը վերստին ծնունդով պետք է նոր մարդ դառնա եւ մտնի նոր տան մեջ, այսինքն Աստծո սուրբ տան մեջ։ Վերստին ծնունդով մարդը սուրբ ծնունդ է ստանում։ Դրանից հետո նոր ինքը համարվում է Աստծո տան անդամ։ Առանց վերստին ծնված լինելու մեկը չի կարող Աստծո տան անդամ լինել։ Առաջին Կորինթացիների 6:17-ում էլ նմանապես այս ճշմարտության մասին գրված ասում է. «Եվ նա որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ»։ Այսինքն, երբ որ մարդը վերստին ծնվում է, մտնում է Տիրոջ մարմնի մեջ, անգամ Տիրոջ հետ է հաղորդակ, Տիրոջ հետ ասում եմ կոնկրետ որ Սուրբ Գիրքը ասում է նա մեկ հոգի է դառնում նրա հետ։ Այսինքն ճիշտ այնպես որ ասում արդեն երկուս չեն, այլ մեկ են։ Չէ՞։ Սուրբ Գիրքը ասում է։ Երբ որ օրինակ մենք ասում եկեղեցին հանդիսանում է Քրիստոսի հարսը, չէ՞։ Եվ հենց այս օրինակով ասում է արդեն երկուս չեն, այլ մեկ են։ Աստված այդպես է ճանաչում, արդեն ոչ թե Քրիստոսից անջատ, Քրիստոսի խմբի անդամ։ Մենք կարող ենք ասել եկեղեցու անդամ է, Քրիստոսի եկեղեցու անդամն է, բայց երբ որ ավելի մոտ հաղորդակցությունն է Սուրբ Գիրքը նշում, գլուխ եւ մարմին իրար կապած, մեկացած, նմանապես եկեղեցու մեջ մտնող մարդը Քրիստոսի հետ մեկանում է։ Մենք Քրիստոսի հետ մեկացման թեման նայել ենք, չէ՞։ Ասենք տեղերում եւ այստեղ նորից այդպիսի վկայություն է տալիս Գաղատացիների 6:15-ում, նաև Եփեսացի 3:17-4-ում նորից Քրիստոսի հետ մեկացման, Քրիստոսի ժողովրդի հետ մեկացման վկայություն է տալիս, որ Քրիստոսին մարդը կարող է մոտենալ, այսինքն Քրիստոսի մարմնի անդամ դառնալ միայն վերստին ծնունդով։ Հին մարդը, մեղավոր մարդը չի կարող այդ սուրբ մարմնի մեջ համարվել։ Թեև աշխարհում կան, որ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, ամեն մարդու համարում են մեր եկեղեցու անդամ, առանց ուշադրություն դարձնելու թե վերստին ծնված է, թե ոչ, բայց ճշմարտությունը սա է։ Մինչև մարդը վերստին չծնվի, չի կարող Քրիստոսի եկեղեցու անդամը դառնալ։ Դա հոգևոր կողմն է, իրական կողմը, որ այսպես է։ Սակայն եկեղեցու, ասենց ասած, անդամակցելու արարողակարգ կա վերստին ծնվածի համար։ Ջրով մկրտությունը, տեսանելի ակտ, որ մարդը արարողակարգով ընդունում է, միանում է եկեղեցուն, ընդունում է եկեղեցու, ասենց ասած, մեջ լինելը եւ միանում է եկեղեցուն։ Կարդում եմ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 37-42-րդ խոսքեր ասում է Պետրոսի քարոզից հետո ժողովուրդը երբ որ լսեցին, իրենց սրտերում զղջացին եւ ասացին Պետրոսին. «Եվ մյուս առաքյալներին, ինչ անենք, մարդիկ եղբայր»։ Պետրոսն նրանց ասաց. «Ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»։ Եվ իհարկե շարունակում է 47-ում էլ ասում է այդ մտնողները Աստծուն օրհնում են եւ բոլոր ժողովրդի առաջ շնորհք ունեն եւ Տերը ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու վրա։ Այսինքն ուշադրություն դարձեք, փրկվածներին ավելացնում էր եկեղեցու վրա, ոչ թե ոչ փրկվածներին։ Պետրոս այսպեսի պահանջ չէ ներկայացրեց Աստծո պահանջը, ապաշխարեցեք, բայց ումը հավատացողներին, զղջացողներին։
Ոչ թե ամեն մարդու ասեց, արդեն նրանք հավատացին եւ մենք գիտենք, չէ՞ որ Հիսուսին ընդունելով եւ հավատալով մարդը վերստին ծնունդ է ձեռք բերում Աստծուց։ Եվ Աստծո ապաշխարեք, ասենք դարձեք Աստծուն։ Ինչ է ապաշխարություն։ Շատերին քննաթերթիկում հարցված է, ինչ է նշանակում ապաշխարություն, ոմանք sense են գրում 170 աշճան դարձ։ Այ քեզ պատասխան։ Այդ ինչ դարձար, ասենք որ պարզել ես օրինակով ես պարզե, որ հասկանա, ապաշխարություն նշանակում է չար խորհուրդներից եւ չար գործերից դառնալ դեպի Աստծո արդար գործերն ու արդար խորհուրդները։ Սա է ապաշխարություն։ Ոչ թե 170 աշճան դարձ։ Ուղղակի դա բացատրելու համար որ պարզ լինի, ասենք ամբողջովին, ոչ թե կիսատ։ Եվ այստեղ պահանջեց ապաշխարություն, եւ հետո խոսքը լրացնում է, ասում է ամեն օր փրկվածները ավելանում են եկեղեցու վրա, այսինքն նախ փրկվում էին Տիրոջ հավատալով եւ ապաշխարելով, երկրորդը ջրով մկրտվելով ֆիզիկապես ավելանում էին եկեղեցու վրա։ Թեև երբ որ մարդը վերստից ծնվում է, արդեն Տերը ընդունում է նրան, սակայն որ Տերը այս կարգը դրել է մկրտվելով միանալ, ուրեմն պետք է դա էլ կատարվի։ Տիրոջ ասածի պես ամեն բան պետք է անենք, որ ամեն արդարություն կատարենք, ինչպես որ գրված է։ Հերթականությունը այս ակտերի շատ կարևոր է։ Այնպես չի որ լավ, առաջ են, նոր են, այսպես չի որ սպասի մկրտենք, հետո խոսքը կլսի կփրկվի էլի։ Ոչ, փրկվածի համար է, վերստին ծնվածի համար է ջրով մկրտությունը։ Նոր մտնեն Տիրոջ տունը։ Աստված ձեզ օրհնի պահի։ Ուրեմն Տիրոջ տան մեջի անդամները պետք է լինեն վերստին ծնվածներ, փրկվածներ։ Հիմա մենք կանցնենք արողակարգերին, որ ինչ արողակարգեր պետք է անի եկեղեցին կատարի ըստ Սուրբ Գրքի։ Երկու արողակարգ կա։ Առաջին ջրով մկրտությունը, որ ասեցինք արդեն, եւ արդեն եկեղեցու համար տերունական ընթրիք։ Սա Տիրոջ պահանջն է։ Նախ Տերն է ասել մկրտեցեք, չէ՞, հենց Մատթեոս 28-րդ գլխում ասեց ամեն ազգեր ուսուցանեցեք, սովորեցեք եւ մկրտեցեք Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Երկրորդը Տերը ինքը պահանջեց, ասես այս արեք իմ հիշատակի համար, չէ՞, արդեն չկա Ղուկասի բոլոր ավետարանում իհարկե կա, որ Տերը պահանջ դրեց Տիրոջ հիշատակի համար տերունական ընթրիք պետք է կատարվի։ Թեև կան օրինակ եկեղեցիներ, խմբեր, որ 7 արողակարգ ունի, մյուսը 3, մյուսը 8, մյուսը չգիտես քանիս, բայց ըստ Սուրբ Գրքի մենք նկատում ենք 2 արողակարգ, որ պետք է մենք այս արողակարգը պաշտպանենք։ Թե հիմա եկեղեցու հայրեր կոչվածներից ովքեր են ինչ ավելացրել, որպեսզի դա է լինի, իբրև թե շատ լավ կլինի, մենք մի բան գիտենք, Աստված իմաստուն է եւ ոչ մեկ չկա, որ իբրև թե Աստծուց ավելի իմաստուն լինի, մի քանի բաներ ավելացնի Աստծո ծրագրերի մեջ։ Եվ այս երկու արարողակարգերը կոչվում են խորհուրդով արարողակարգեր։ Այսինքն թե մկրտությունը, թե տերունական ընթրիքը չէ մեզ հիշեցնում են Քրիստոսի փրկagorցությունը, Քրիստոսի կյանքը, մահը եւ հարությունը, որը կատարվեց մեր փրկության համար։ Հիմա մենք կանցնենք 5-րդ բաժնին, որը կոչվում է եկեղեցու առաքելությունը։ Առաքել, այսինքն ուղարկվածությունը, այսպես կարելի ասել։ Այսինքն եկեղեցու վրա ինչ գործեր, պահանջներ է դրել Տերը, այսինքն ավետարանը տարածելու իմաստով։ Եկեղեցին պետք է այո, ինչ անի փափագի Աստծո թագավորությանը, Աստծո ղեկավարությանը երկրի վրա։ Հենց հայր մեր աղոթքում հիշում եք, որ ինչ ասվեց, ասում եմ մեզ աղոթել, երբ որ ասեցին սովորեցու, Տերը ինչ սովորեցրեց։ Խոսքերի մեջ սա կար, չէ՞, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես որ երկնքում, այդպես էլ երկրի վրա։ Սա Տիրոջ պահանջն է, եւ ոչ թե միայն Տիրոջ պահանջը, պետք է լինի մեր կարիքն էլ, որ իրոք Տիրոջ թագավորությունը հաստատվի երկրի վրա, որ Տերը թագավորի, բայց ասում եմ մարդիկ ինչպես հավատան, եթե չլսեն, ինչպես լսեն, եթե մեկը չխոսի, ինչպես խոսեն, եթե չուղարկվեն։ Ուրեմն եկեղեցու կողմից պետք է թագավորական, ասենք արքայության ավետարանը քարոզվի,
որ մարդիկ լսեն, լսելով է, որ պետք է հավատան, ընդունեն եւ հաստատվի Տիրոջ իշխանությունը եւ ասիկան մարդը մտնի Աստծո թագավորության մեջ եւ ապրի թագավորական օրենքներով, կարգ ու կանոններով։ Ճիշտ է, որ Տերը էլի թագավոր է, բայց այդ մարդու սրտում թագավորություն չկա, որովհետեւ նա չգիտի։ Եթե ասում եք թագավորություն, ուրեմն թագավորություն ունի կարգ, կանոն, օրենքներ եւ ասենք պահանջներ։ Եթե մարդը չգիտի ինչպես է ազդանվի այդ թագավորությանը, դրա համար Տերը քարոզելու, տարածելու գործ է դրել եկեղեցու վրա, որ եկեղեցին Տիրոջ մասին պատմի, Տիրոջ ավետարանը պատմի, փրկագործությունը, նաև ոչ թե միայն փրկագործություն, այլ հենց ծննդոցից սկսած Աստծո գործերի մասին պատմի։ Աստված ճանաչեցնի աշխարհին։ Տիրոջ եկեղեցին վեր է, ինչպես Եփեսացի 1:20-22 ամեն իշխանություններից, պետություններից, թագավորություններից, տերություններից, ամեն ինչից վեր է։ Եթե թագավորը վեր է ամեն թագավորներից, թագավորի ժողովուրդները վեր է ամեն թագավորական ժողովուրդներից, ամեն տարածքների, տերությունների ժողովուրդներից։ Մանավանդ որ նայում ենք այսօր, եթե համեմատական կարգով նայես կրթությունը, համեմատությունները, օրենքների, կարգ ու կանոնների, նիստուկացերի, տեսնում ես Աստծո դաստիարակությունը իր ժողովրդի ամբողջովին սրբություն է։ Այսպիսի թագավորություն չկա։ Երկրի վրա լման եկեք տեսեք, որ թագավորություն է, որ այսպիսի սուրբ օրենքներ ունենա, այսպիսի սուրբ կանոններ ունենա եւ իր ժողովրդին այսպիսի սուրբ նիստուկացով կրթի։ Չկա այսպիսի ժողովուրդ։ Ամենաբարձր մակարդակով Աստված կրթում է իր ժողովրդին։ Անկախ դրանից երկրի վրա թող ժողովուրդները կոչվեն, ասենց ասած, բարձր մակարդակի ժողովուրդներ կրթության, բայց երբ որ նրանց հետ շփվում ես, տեսնում ես, որ այդպես չի։ Եվ Տերը կրթում է։ Տիրոջ ինստիտուտն է սա, Տիրոջ համալսարանն է, իր ժողովրդին կրթում է, անգամ իր ժողովրդի միջոցով Եփեսացիների 3:10 ասում է իշխանություններին, պետություններին, երկնավորներում անգամ պետք է Աստծո բազմատեսակ իմաստությունը սովորեցվի, ուսուցանվի։ Աստված ձեզ ուղարկելու է, որ դուք թագավորներ կրթեք, թագավորներ ուսուցանեք, թագավորական ժողովուրդներ ուսուցանեք։ Նա նոր դաստիարակություն է տալիս, որ Տիրոջ ժողովուրդը առանձնանա իր վարքով, նիստուկացով մնացած բոլոր թագավորություններից։ Աստծո գլխավոր նպատակը որն է, հիշում եք, մարդու հետ կապված մենք մարդ թեմայում նայել ենք, ասեք, որ մարդը Աստծուն նմանվի։ Ուստի քանի որ Աստծո գլխավոր նպատակը դա է, եկեղեցու գլխավոր նպատակն էլ դա պետք է լինի, որ մարդը Աստծուն նմանվի, ոչ թե միայն դու մտածես ես, ասիկան ես մտածեմ մասին, ես պետք է Աստծուն նմանվեմ, ոչ միայն սա, այլ նաև ես պետք է մտածեմ, եկեղեցու ամեն անդամ պետք է Աստծուն նմանվի։ Ուրեմն երկու ոլորտ, ուշադրություն դարձնում եք առաքելության երկու ոլորտ։ Մեկ աշխարհի հետ մենք գործ ունենք, որ աշխարհը փրկվի, Տերը ասեց, չէ, գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, ուղարկեց։ Ուրեմն մենք աշխատանք ունենք բովանդակ աշխարհում, որ նրանք լսեն, փրկվեն, գան, միանան Տիրոջ տանը, բայց ավելի շատ աշխատանք ունենք մենք եկեղեցու մեջ։ Երկրորդ առաքելությունը։ Տերը ոչ թե մեզ միայն աշխարհ է ուղարկել, որ աշխարհին խոսենք, նաև հենց մեզ եկեղեցու մեջ է ուղարկել, որ մենք ամենքս մեր պարգևներով նպաստենք եկեղեցու անդամների աճին, շինության, որ նրանք հասնեն Աստծո գլխավոր նպատակին։ Եվ հենց Աստծո գլխավոր նպատակը նշված է Ծննդոց 1:26-27-ում, որ Տերը հենց սկզբից որ մարդ էր ստեղծում, ասում մեր նմանությամբ եւ մեր պատկերի պես մարդ ստեղծենք։ Մատթեոս 5:48-ում նորից Տերը իր աշխատանքից, իր ծառայությունից հետո այդ օրվա կատարյալ եղեք, ինչպես որ ձեր հայրը որ երկնքում է կատարյալ է։ Նաև Հռոմեացիների 8:29-ում Տիրոջ ծրագրի նպատակի մասին ինչ ասում, որ հավատացյալները Քրիստոսին նմանվեն, Քրիստոսի կատարյալ հասակին հասնեն։ Եփեսացիների 4:13-ում նորից խոսում է եկեղեցու աճի մասին, խոսում է պարգևների մասին, տարբեր մարդկանց ծառայությունների մասին, որ այդ մարդկանց ծառայություններով
եկեղեցին էլի հասնի Քրիստոսի կատարյալ հասակին, Քրիստոսի նմանվի։ Ինչպես նաև Կողոսացիների 3:10-14-ում նորից խոսում է, որ նոր մարդ հագեք Աստծո պատկերով, իր ստեղծողի պատկերի պես, ասիկան Աստծուն նմանվեք, կոչեր են սրանք եւ բազմաթիվ տեղեր կան։ Ուրեմն մեր գործը չի վերջանում աշխարհում միայն։ Տեղեր կարելի եմ ասում, որ տեսնում ես շաբլոն է սարքել, միայն գնա, աշխարհ գնա, միայն ասա են տեսնում։ Տերը ասում են մեզ ուղարկեց, որ գնանք աշխարհ քարոզենք, բայց շարունակությունը չեն տեսնում։ Այն Տերը, որ ասեց գնացեք, բոլոր ազգեր աշակերտեցեք, բայց նաև ասեց մկրտեցեք, որ որդու եւ Սուրբ Հոգու անով, ասիկան ընդգրկեք եկեղեցու մեջ, նրանց սովորեցնելով այն ամեն բաները, ինչ որ ես դες սովորեցուցի։ Այսինքն աշխարհից եկան, հիմա նրանց հետ պետք է աշխատես այն ամեն բաների վրա, որ Տերը խոսել է։ Պատկերացնում եք, ավելի շատ աշխատանք կա եկեղեցու մեջ։ Այսինքն երբեք Աստծո ծառաները նես չի, որ աշխատանքը վերջացնեն ու ասեն հանգստացանք, թևներս ծալենք ու նստենք։ Եթե բոլորս կատարելության հասել ենք, եկեղեցու բոլոր անդամները, բոլորը Քրիստոսին արդեն նմանվել են, եկեք արդեն քեֆ անենք։ Բայց այդպես չի։ Շատ մարդիկ տարբեր կարգի, ասենց ասած, կարողություն ունեն, մեկը թույլ է իր կարողությամբ մտային կամ ուրիշ կարողությամբ, նրանց հետ պետք է ինքան աշխատես, որ ինքը ամեն ինչը յուրացնի եւ հասնի կատարելության։ Անկամ եկեղեցում գիտեք, որ պատիժներ կան, նշանակումներ կան, անկամ դրանք նպատակ են, որ նրանց մոտ կանգնեցնես սխալից, դարձնես սխալից, զղջման բերես, ապաշխարության բերես, օգնես, որ վերադառնա Քրիստոսի պատկերին։ Ոչ թե սրանք ատելության պատիժներ են, այլ սիրո պատիժներ են։ Չասում է Սուրբ Գիրքը 16-րդ խոսքում 2 Տիմոթեոս 3-րդ գլուխում ասում է օգտակար է նաև խրատելու եւ հանդիմանելու համար, ոչ թե միայն ուսուցանելու, այսինքն շարունակության մեջ ասում է, որպեսզի Աստծո մարդը, եթե մեկ անգամ եկեղեցում պատժում է, սա պատիվ է։ Եթե ինձ պատժում են, ես պետք է շնորհակալ լինեմ, որ ինձ Աստծո մարդու տեղ են դրել։ Ինձ հետ վերաբերում են անգամ Աստծո մարդու պատժով։ Եթե օտար է, մեկ ասեց, ես իմ անձնական կյանք ունեմ, իմ իրավունքներ ունեմ, թույլ չեմ տալիս, որ դուք խառնվեք իմ իրավունքներին։ Եկեղեցու անդամներից մեկ ասեց, շատ շուտ ասեցի նրան, ասի, եթե դու չես ուզում, նշանակում է դու քեզ անջատում ես եկեղեցում, գնա դուրս արի եկեղեցուց, այդ ժամանակ դու ով ես, մենք ով ենք, որ գան խառնենք քո կյանքին ու քեզ էլ խրատենք կամ նշանակենք կամ մենք ումն ենք խրատում մեր տան մեջ, տան անդամների։ Ես ոչ չեմ գնա մտնեմ ուրիշի տան մեջ, ուրիշի երեխայի ականջը ձգեմ կամ խոսամերեն խրատեմ իր վատ արարքների համար։ Իմ ընտանիքն եմ դաստիարակում։ Սուրբ Գիրքի մեջ Եբրայեցիների գրքում էլ գրած ասում է, եթե մեկը չի խրատվում, նա նշանակում է օտար է, խորթ է, որ չի խրատվում։ Ինձ օտար, ինձ խորթ երեխայի հետ ինչ գործ ունեմ, օրինակ, նմանապես եկեղեցու անդամ լինելով հանդերձ հնարավոր է, այո, նաև Աստծո ճանապարհի մեջ քո սխալի դեպքում, իմ սխալի դեպքում մեզ հանդիմանեն կամ խրատեն, անգամ եթե պետք է պատժեն, որպեսզի մենք վերականգնվենք, աճենք դեպի կատարելություն։ Աստված ձեզ օրհնի, որ մենք բոլորս միասին նազան լինենք Տիրոջ կարգ ու կանոններին։ Ուրեմն ամփոփում եմ 5-րդ բաժնի միտքը, որ ասում է եկեղեցու առաքելությունը, եկեղեցին երկու տեղում առաքելություն ունի, ոչ ապաշխարածների մեջ, որ նրանց արքայության ավետարանը քարոզի, թողի նրանց ընտրությանը կամ կապաշխարեն կամ ոչ, սակայն նաև առաքելություն ունի եկեղեցու մեջ, հենց իր տան մեջ, որպեսզի եկեղեցու անդամների հետ աշխատի դեպի կատարելության տանելու։ Եվ մենք պետք է հնազանդ լինենք այդ պարգևներին։ Օրինակ 5:12-ում առաջին Թեսաղոնիկեցին ասում է. «Աղաչում եմ ձեզ եղբայրք, որ ճանաչեք ձեր միջի աշխատողներին եւ ձեր վերակացուներին, տերում է եւ ձեր խրատողներին էլ»։ Որպեսզի մենք ավելի շուտ աճենք, Տիրոջ խոսքը խրատում է, կոչ անում եկեղեցու անդամներին, որ ճանաչեք ձեր առաջնորդներին, ձեզ խրատողներին, ձեզ համար աշխատողներին։
Պողոս առաքյալը այսպիսի խոսք ասում, ասում է մենք աշխատում ենք, որ կատարյալ կանգնեցնենք ամեն մարդու Քրիստոսի առաջին։ Եկեղեցի թեմայից մենք հասանք 6-րդ բաժինը, որը կոչվում է եկեղեցու առաջնորդության կարգը։ Ուրեմն եկեղեցին, այսինքն Աստծո ժողովուրդը պետք է առաջնորդի այն կարգ կանոններով, որը տան Տերը, այսինքն Աստված է դրել իր տան համար, իր եկեղեցու համար։ Ուստի եւ ոչ ոք իրանք չունի Աստծո կարգերը փոխի, նոր կարգ ու կանոններ դնի, որտեղ նա իրանք չունի, սեփականատեր չի Աստծո տան, այլ Աստված ինքն է տան Տերը եւ ինքը պետք է որոշի։ Օրինակ Առակաց 1:7-ում ինչ է գրված, ասում է իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը։ Այսինքն Տերը ինչ խրատ տվել է, ինչ իմաստություն, ինչ առաջնորդություն տվել է, մարդը դրանցով պետք է առաջնորդվի եւ անգամ Սուրբ Գիրքը ասում է միայն հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը։ Իսկ Մատթեոսի 28:19-20-ում հիշում եք շատ հայտնի խոսքեր են, որ Տերը իր տան համար ինչ պատվիրան տվեց, նախ տունը կազմելու համար ասես գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելու Հոր Որդու Սուրբ Հոգու անունով, այսինքն տան անդամները ամեն ազգերից կարող են լինել լցվել, նաև Տերը ասեց նրանց սովորեցնելու այն ամեն բաները, ինչ որ ձեզ սովորեցրեցի։ Նորից այսինքն Տերը պատվեր տվեց սովորեցնելու կամ ասենք առաջնորդելու, այսինքն տունը պետք է առաջնորդվի հենց Տիրոջ ասածով։ Ինչ ասել է այդպես արվի, այսինքն կարգ կանոններով տունը պետք է առաջնորդվի, որը որ Տերը ինքը դրել է, հետո մենք նորից այս նույն համարներից կտեսնենք, թե Տիրոջ ասածը հիմնականում ինչ է։ Եվ այս խոսքի հետ կապված, այսինքն առաջնորդության հետ կապված, որ ասում Տիրոջ տունը պետք է սովորի, որպեսզի հնազանդվի, ուրեմն նաև Եբրայեցիների 5:12-ում Սուրբ Գիրքը ասում է, որ ոմանց հանդիմանելով ասում է ժամանակին նայելով պետք է վարդապետներ լինեք, բայց նորից կրկին կարոտ եք սովորելու առաջին նշանագրերը, կաթի կարոտ եք, ասում է Պողոս առաքյալը, եկեղեցու առաջնորդության կարգը այսպես պետք է լինի, առաջնորդվեն գրվածներով սովորելով, որտեղ եթե չսովորեն ինչ իմանան, ինչպես պետք է առաջնորդվեն։ Այսինքն եկեղեցին պետք է առաջնորդվի այս խմբերով։ Հիմնականում առաջին տեղում առաջնորդող կազմ, հետո կան ծառաներ, անհատ ծառաներ եւ կա նաեւ գործող անձնակազմերի խումբ, որոնցով պետք է Տիրոջ եկեղեցին այս կարգ կանոնները սովորի եւ առաջնորդվի։ Առաջինը ովքեր կարող են լինել առաջնորդող կազմի մեջ։ Նախ առաջնորդող կազմը պետք է լինի խումբ, խորհուրդ, Աստծո տան համար, անհատ չէ, որևէ անհատ չի։ Դրա համար խոսքը սրա մասն է, առաջնորդող կազմ։ Եվ ինքը Աստված լինելով, տեսնում ենք, որ իր ամեն գործերում միանձնյա չէ, եռանձնյա, եռամիասնություն է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, եւ երբեք չի պատահի, որ տեսնես, որ Աստված միանձնյա գործի։ Թեև Տեր Հիսուսը ինչ-որ ժամանակ երկիր եկավ մարդու կերպարանք հագավ, ծառայի կերպարանք հնազանդվում էր, բայց էլի Հայրը եւ Սուրբ Հոգին միասին որպես ղեկավար իր գործը տնօրինում էր։ Ժամանակավոր Տեր Հիսուսը, ասենք այդ ղեկավարությունից կարելի ասել ցածրացնել մեր փրկության համար։ Սակայն էլի Աստված միանձնյա չէր գործում։ Սա հենց օրինակ է, Աստծո գործելակերպը մեզ համար օրինակ է, որ մենք էլ սովորենք Աստծո տան մեջ նման օրինակով ծառայենք։ Այսինքն առաջնորդող կազմ պետք է լինի, ոչ թե եկեղեցու համար որևէ անհատ ծառա, օրինակ շատ տեղում տեսնում ես, մի եպիսկոպոս կամ մեկ հովիվ, կամ տեսնում ես ինչ-որ անհատ, անգամ ոչ սուրբ գրային կոչումով իրեն կոչած, այսինքն ծառայության կոչումը, առաջնորդում է ամբողջ խումբը, ինչպես ուզում է, այդպես էլ անում է, սակայն իրականությունը դա չի, այլ պետք է եկեղեցին առաջնորդվի խորհրդով, այսինքն եղբայրների միաբան կազմով կառավարվեն։ Օրինակ Առակաց 11:14-ում գրված է Տիրոջ խոսքը, որ ասում է առաջնորդություն չլինելի ժողովուրդը կընկնի եւ խորհրդականների շատությունով փրկություն կլինի։ Տեսնում եք, նախ Տիրոջ ժողովրդին առաջնորդություն է պետք։ Ասում է, եթե առաջնորդություն չլինի, ժողովուրդը կընկնի։ Ժամանակներ առաջ հիշում եմ,
Ոմանք ասում են, չէ, ես միայն Աստծուն եմ ընդունում, այլ ուրիշ ոչ մեկ, կարծես թե Աստծո ծառաներին չեմ ընդունում երկրի վրա, ինքն իրեն իբր կառավարելով, բայց Սուրբ Գիրքը ասում է այդպես չի լինի։ Նախ առաջնորդ չլինելիս մարդը կընկնի, ժողովուրդը կընկնի։ Երկրորդ ասում է խորհրդականների շատությունով փրկություն կլինի։ Ցույց է տալիս, որ այդ առաջնորդողները պետք է խորհուրդ լինի եւ իրար հետ խորհրդակցեն, այսինքն մտածեն այդ Տիրոջ ծառայության վրա։ Ինչպես նաեւ մեկ ուրիշ համարում Առակացի 15:22-ում էլ գրված է. դիտավորությունները խանգարում են առանց խորհրդի, բայց խորհրդականների շատությունով հաստատվում են։ Խանգարում են դիտավորությունը, որոշումները, ծրագրերը կարելի ասել առանց խորհրդի, եթե խորհրդականներ չկան, խումբ չկա, չի խորհրդակցություն դրա վրա, ասում է դիտավորությունները կխափանվի, այսինքն կփչանան, չի հաջողվի, բայց խորհրդականների շատությունով, ասում է, հաստատվում են ծրագրերը, խորհուրդները եւ այլն։ Նորից 24-րդ գլխի 3-6-րդ համարներ եմ կարդում, ասում է տունը իմաստունով կշինվի եւ հանճարով կհաստատվի։ Գիտությունով կլսվեն շտեմարաններ եւ կստացվեն ամեն պատվական ստացվածքները եւ այլչությունը։ Իմաստուն մարդը գործավոր կլինի եւ գիտուն մարդը իր ուժը կավելացնի, որտեւ պատերազմը խոհեմությամբ կանեց եւ հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի։ Այսինքն եթե մեկը իմաստուն է, խոսես չէ իմաստուն մարդու մասին, տուն ինչպես կլցվի, հաջողությունը ամենայնպես տարբեր բաներ, բայց վերջում ասում է ինչ հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի։ Այն մարդն է իմաստուն, որի խորհրդականների կդիմի, խորհրդականների աշխատանքով իր գործ առաջ կտան, թեև այստեղ ասում է պատերազմի, նաև պատերազմ, բայց կյանքն է, հենց ինքը դժվարությունների դեմ պատերազմ է, որ այս դժվարություններից դուրս գալով մարդը պետք է իհարկե խորհրդականների շատությունով գործի, մանավանդ եկեղեցու կյանքը հենց հոգևոր պատերազմը չարիքի եւ չարի դեմ։ Աստված ձեզ պահի։ Ուրեմն Աստծո ծառաները շատ են այդ խորհրդի մեջ, տարբեր հոգին, բայց ամենքը իր ստացած պարգևով, իր ստացած պաշտոնով պետք է ծառայի նույն ծրագրին։ Սամոս 133-ի 1-ից 3-ում ասում է. Տես ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրները իրար հետ մեկտեղ կբնակվեն։ Այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մուրուքի, այսինքն Արոնի մուրուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդերձների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ վայր է գալիս Սիոն սարի վրա, որտեղ Տերը այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչեւ հավիտյան։ Հետաքրքիր է, շատ հնարավոր է մենք շատ չհասկանանք այս կարևորությունը, բայց ինչն է համեմատում այս մեծ օրհնությունների հետ։ Որքան բարի եւ որքան ցանկալի եւ որ եղբայրները մեկտեղ բնակվեն։ Եվ համեմատ այն ազնիվ յուղի պես, այսինքն աշխարհի վրա առաջին անգամ քահանայության ծառայություն, որ հաստատվեց, Ահարոնն էր առաջին քահանապետը եւ առաջին անգամ օծություն եղավ, որ նա ծառայի որպես քահանա Աստծուն։ Դուք պատկերացնում եք ինչ օրհնյալ պահ էր, ինչ օրհնյալ օր էր մանավանդ Աստծո համար։ Եվ Աստված այդպես ուրախանում է միաբան եղբայրներով։ Ոչ թե ուղղակի կգան, կզբաղվեն, ջան կասեն, ջան կլսեն, կուրախանան, կծիծաղան, կգնան, ոչ։ Գուցե այդպեսի պահ է լինի, միասին մի բան պատմեն, ուրախանան, բայց հիմնականում հարցը սա է, որ իրոք կյանքի բոլոր հարցերում նրանք միաբան են, միաբան կբնակվեն, այսինքն միաբան կապրեն, պարզ է, կյանքում ամեն ինչ է լինում է, կյանքի ամեն հարցը նրանք միաբանությամբ կլուծեն։ Ինչպես նաև վերջում ասում այնտեղ Տերը հաստատեց օրհնությունը եւ կյանքը մինչեւ հավիտյան անել։ Այսինքն միաբան ժողովքի խորհուրդների մեջ Տիրոջ միջամտությունը կա եւ Տիրոջ օրհնությունը կա։ Եվ հավիտյանական օրհնություններ է նա հաստատում։ Փառք Տիրոջ այս հայտնությունների համար։ Նաև Եփեսացիների 4:11-ից 16-ում այսպիսի պարգևներ մի քանիսին առաքյալներ լինեն, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչեւ որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդու ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդն են Քրիստոսի կատարյալ հասակի չափով,
որ այլևս երեխա չլինենք երերված եւ տատանված վարդապետության ամեն քամուց, մարդկանց խաբեբայությունով, որ մոլորեցնեն խաբեության խորամանկություն, բայց ճշմարիտ լինելով, այսինքն աշխատանքի չարում, որ սրանից չխաբվեք, բայց դուք ճշմարիտ լինելով սիրո մեջ աճեք նրանում ամեն բանով, որը գլուխը Քրիստոս, որից բոլոր մարմինը միասին կազմելով եւ միասին հարմարվելով ամեն հոդվածների ձեռնոցը ամեն բոլոր ուսուցումը արդեն խոսել է ամուր կապերի մասին, որ Քրիստոսով մարդը ունենում է, այսինքն ինչ Աստված իր եկեղեցու աճի եւ կատարյալ մարդ լինենք, չի ասում կատարելության համար տալիս է պարգևներ, առաջնորդներ եւ այս առաջնորդների միասնական աշխատանքն է նպաստում եկեղեցու աճին։ Եթե որևէ տեղ միայն հովիվն է, եթե միայն մեկ հոգի է ճանաչված առաջնորդ եւ նա է ամեն որոշումները անում, հավատացեք հազարավոր պակասություն կա այդ եկեղեցում։ Դա Աստծո որոշած կարգը չի։ Տերը ձեզ պահապան։ Ուրեմն մենք տեսանք առաջին բաժնի մեջ ովքեր կարող են լինել առաջնորդող կազմի մեջ, խոսվեց նախ պետք է լինի կազմ, երկրորդը Եփեսացիների թղթում ասում պետք է լինեն հետևյալ պաշտոնները, առաքյալներ, մարգարեներ, ավետարաններ, հովիվներ եւ վարդապետներ, եկեղեցու առաջնորդող կազմի անդամները այսպիսի պաշտոն պետք է ունենան։ Ուրեմն, այո, պարտավոր են եկեղեցու խորհուրդը, այսինքն այդ խումբը առաջնորդի եկեղեցին Աստծո խոսքով եւ Սուրբ Հոգով։ Օրինակ Հովանու 5:24-ում գրված է. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսողը եւ ինձ ուղարկողին հավատացող ավետարանական կյանք ունի եւ դատաստան չի մտնի, այլ մայից փոխեց դեպի կյանք։ Տերը իր խոսքի համար է ասում այս օրհնությունը, մահից դեպի կյանք։ Երբեք չի ասում, օրինակ, ուրիշի համար, անգամ եթե մեկն էլ խոսի, Տիրոջ խոսքը ասում է, եթե մեկը խոսում է, Պետրոսի թղթում ասում է, այնպես խոսի, ինչպես Տիրոջ հրամաններն են, Տիրոջ պատգամներն են, այդպես խոսի։ Եթե մենք խոսում ենք որպես մարդ, ճիշտ է, մենք մարդ ենք մարմնի մեջ, բայց մեր բերանի խոսքերը պետք է լինեն երկնային Աստծո խոսքերը, որպեսզի եկեղեցին ամուր լինի։ Ինչպես նաև Հովանու 6:64-ում նորից գրված է. Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Տեր իր խոսքերի համար ասում է, ինչու պետք է մենք առաջնորդենք Աստծո խոսքով եւ Աստծո հոգով։ Որտեղ Աստծո խոսքերը հոգի են եւ կյանք։ Աստված ձեզ օրհնի։ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է, կանչված եւ առանձնացված Աստծո համար, նրա գլխավոր նպատակին հասնելու, Հիսուս Քրիստոսին նմանվելու։ Եվ ամեն դարերում եկեղեցին պետք է արքայության ավետարանը քարոզի եւ ուսուցանի, առանց ավելացնելու եւ պակասացնելու։ Կատարի մկրտություն, Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ տերունական ընթրիք։